Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ, այսօր ասպարեզի զրուցակիցը ՀՀԱԺ պատգամավորության թեկնածու Արմեն Մարտիրոսյանն է, բարև ձեզ պարոն Մարտիրոսյան։ Պարոն Մարտիրոսյան, գրեթե բոլորիս հայտնի է իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության իրականացրած վերջին բացահայտումները։ Ուզում եմ նաև ձեզ հարց ուղղել այդ թեմայի վերաբերյալ, թե ինչ եք կարծում, արդյոք դրանք նպաստեցին, որպեսզի իշխող հանրապետական կուսակցության դիրքերը ընտրություններից առաջ թուլանան։ Գիտեք, ոչ ոք հանրապետականին չէր գնալու սիրելով ընտրեր կամ համոզմունքով ընտրեր, ով որ ընտրում է հանրապետականին ստիպված է կամ հանցանքագործել եւ մեղքագործել, փողավերցրել կամ վախեցել է կամ խապվել է, երբ ինչ-որ վիճակի մեջ է, ոչ մի ազատ մարդ սերտերներ չէր ընտրելու հանրապետականին, ինքը կամ արտահայտվելու խնդիր չկար դեպի հանրապետականը, ոչ մի բանական մարդ չընտրի իր դահիճին։ Հանրապետական կուսակցությունը Հայաստանի Հանրապետության դահիճն է։ Այսինքն ոչ մի ձայն հանրապետականը դրանով չի կորցրել։ Նա չուներ էլ որ կորցներ։ Նրա ձայները դրանք ստիպողաբար վատ, անօրինական եւ հակաքրիստոնեական մեթոդներով ստացվող ձայներ։ Քրիստոնեությունը եւ հանրապետական կուսակցությունը դա իրարամերժ հասկացողություն։ Պարոն Մարտիրոսյան, այ որ ասում եք ստիպված են ընտրում հանրապետականին, իսկ հնարավոր է որ ստիպված չլինեն։ Դուրս կան մարդիկ այդ կաղապարից, թե այնուամենայնիվ ստիպելու են։ Գիտեք, ես կարող եմ պատմել իմ ճանապարհը։ 2007 թվականին, երբ որ գնում էի օպերայի Ազատության հրապարակ, ապա վախ կար մեջս։ Ոտքերից մեջ դող կար։ Բայց այդ մյուս կողմից պարտք ունեի, մյուս կողմից ինձ հուզող բան կար, իմ պետությունը ինձ համար կարևոր էր։ Եվ ես վախենալով ինձ համար, վախենալով ընտանիքիս համար, գործիս համար եւ այլն, միևնույն է հաղթահարում էի այդ ամեն ինչը եւ գնում։ Չվախեցող չկա։ Չի լինում տենց անվախները։ Կարող ամենակ հիմար մարդը լինի անվախ կամ ցնդած։ Բոլորն էլ վախենում են։ Խնդիրը վախը հաղթահարելու մեջ է։ Եվ այդ վախը միշտ մարդիկ հաղթահարում են։ Ես համոզված եմ, որ բոլոր մարդիկ էլ վախենում են հրդեհից, բայց Աստված չանի մեկի երեխան լինի հրդեհի մեջ, ցանկացած մայր, ցանկացած հայր հրդեհով կանցնեն, եւ որպեսզի փրկեն իրենց երեխային։ Խնդիրն այն է, որ պետությունը լինի երեխայի չափ թանկարժեք, պետությունը լինի ծնողի չափ թանկարժեք։ Պարոն Մարտիրոսյան, հիմա մեր վիճակը շատ վատ է, սոցիալ-տնտեսական վիճակը, նկատի ունեմ։ Իսկ մենք մեզ փրկելու համար ինչ-որ բան անում ենք։ Մեր սոցիալ-տնտեսական վիճակը կախված է նրանից, որ մեր պետությունը ղեկավարում են անբարո եւ անպիտան ղեկավարման համար մարդիկ, նրանց նպատակը այլ է։ Նրանց նպատակը մեզ ավելի հարստահարելն է, մեզ ավելի ծանր սոցիալական վիճակում պահելն է։ Քանի որ խեղճին ավելի հեշտ են ղեկավարում։ Նրանց նպատակը ընդմիշտ ղեկավարելն է, թեկուզ դիակներ, բայց ղեկավարելն է։ Եվ որպեսզի մենք կարողանանք, մի տերմին էլ մտցնեմ, վաղուց եմ մտցրել, բայց ուզում եմ ձեր եթերում կրկնեմ, ուրեմն այս կոռուպցիա, որ առավոտը ասում են, դա անգլերենից երբ որ թարգմանում է, ստացվում է փչացած։ Իսկ կոռուպցիոներներն էլ փչացածներ։
փչացածները իրենց փչացածությունը մեր վզին են փաթաթում եւ մեր պետությունը հարստահարում, մեր պետությունը աղքատացնում, մեր պետությունը բերում պատերազմի եզրին չէ, արդեն 800 հեկտար տվել է եւ ամենակարևորը 100-ից ավել կյանքեր մենք մի տարի առաջ ենք հանձնել հող 100-ից ավել կանայք, ինչ ասեմ, հազարով կանայք արդյունքները չեն չորացնում, որովհետեւ իրենց զավակները զոհվել են եւ այս բոլոր տիպի արատների, ասացի սոցիալական, սոցիալական վիճակի, կոռուպցիան, որը որ ծնում է սոցիալական վիճակը եւ պետության հիմար ձևով չզարգացումը եւ հետընթաց քայլերը, բանակի շատ ծանր վիճակը, մեր ամենօր պետության թուլացումը, մեր դիրքերի թուլացումը, մեր պատվի անկումը սնվում է այս իշխանության գործի պտուղներն են եւ որպեսզի այս իշխանությունը չլինի պետք է հասկանալ ինչն է այս իշխանությունը ուժ տալիս ինչ որտեղից է սնվում այս իշխանությունը իսկ այս իշխանությունը սնվում է պատերազմից նրանց բոլոր արդարացումները օրինակ սպայական կազմի զինվորական ոլորտում ներգրավված պաշտպանական տարբեր տիպի ճյուղերում ներգրավված մարդկանց արժե որ մենք պահում ենք մենք չգիտեմ սա հանուն պատերազմի է հանուն Ղարաբաղի է եւ այլն բայց ապրիլյան պատերազմը մեր աչքերս ասած եւ մենք տեսանք որ սրանք մենակ իրենց լափի համար են անում սրանք պատրաստ են սալդատի կոշիկը սալդատը կոշիկ չունենա ֆրոնտում իսկ իրանք լափ են դա սալդատը օջախ չունենա կամ չգիտեմ անհրաժեշտ բարագաներ չունենա իսկ իրանք լափ են դա պաշտպանական բան են տեխնիկական միջոցներ չունենա մեր բանակը բայց սրանք լափ են այդ ամեն ինչը Պարոն Մարտիրոսյան եւ մյուս կողմից այն սև մուտ փողերը բոլորը լվացվում են կամ չգիտեմ Բաքվում ունեն Ղարաբաղից որը գեներալները այնտեղ բազմահազար հեկտարներով հող ունեն եւ զինվորները ստիպված են ցանել այդ հողերը այդ փողը ուր է գնում այդ փողը գնում է այս իշխանությանը սնում է հիմա որպեսզի այս իշխանությունը արմատախիլ անել պետք է անհրաժեշտ է պատերազմը դադարեցնել, պատերազմը ավարտել եւ այն սոցիալ-տնտեսական վիճակը, որից սկսեցիք դուք ձեր հարցը, դրա հիմքերից ամենագլխավորը, ես չեմ ասում միակը, ամենագլխավորը գտնվում է պատերազմի ավարտի մեջ, որ օրը մենք պատերազմը կավարտենք, այդ օրը կսկսի բուժման process-ը Հայաստանում։ Պարոն Մարտիրոսյան, ես ձեր ասածից հետևյալ եզրակացությունը կատարեցի, որ մեր վիճակը փոխելու հարցում պատասխանատու է իշխանությունը ու նաև այն, որ իրենք Ղարաբաղյան հիմնախնդիրը օգտագործում են իշա իրենց, այո։ Գիտեք, ես այո, միանգամից պատասխանեմ, բայց խորքում այդ ամեն ինչը ես տեսնում եմ 98 թվականը, երբ որ նախագահ Տեր-Պետրոսյանը մեզ զգուշացնում էր դրա մասին, ասելով, որ իշխանության է գալիս պատերազմի կուսակցությունը, խաղաղության կուսակցությունը պարտվել է։ Մենք չէինք հասկանում, գոնե ես չէի հասկանում այդ բառերը, եւ շարունակում էի ատել Հայաստանի հաղթած նախագահին։ Այսինքն ուզում եմ ասեմ, որ յուրաքանչյուր հայաստանցին մեր մեղքի բաժինը ունենք։ Մենք, երբ որ Ռոբերտ Քոչարյանը կեղծ տեղեկանքով եկավ սահմանադրությունը խախտելով կեղծ ընտրություններով զաբթեց նախագահի աթոռը, մենք լռեցինք, կամ չգիտեմ, շատերը մեզնից լռեցին, մենք մեղավոր ենք դրա համար։ Երբ որ Պողոս Պողոսյանին Պապլավոկում սպանեցին, մենք լռեցինք, մենք մեղավոր ենք դրա համար։ Երբ որ Վանոյին քշեցին Հայաստանից, մենք լռեցինք, մենք մեղավոր ենք
2008-ին ոչ բոլորս դուրս եկանք, իսկ եթե 2008-ի գիշերը, այդ մարտի 1 գիշերը շատ մարդ լիներ հրապարակում, այս, ինչ ասեմ, իրեն շողքից վախեցածները երբեք չէին հարձակվի խաղաղ ցուցարարների վրա, մենք մեղավոր ենք դրա համար։ Նրանից հետո մենք ճուզեցինք քաղաքական ճանապարհով փոփոխություններ անենք, մենք մեղավոր ենք դրա համար։ Եվ քանի դեռ մենք չենք հասկացել, որ սա մեր պետությունն է եւ մենք պատասխանատու ենք իր լավի ու վատի համար, քանի դեռ մենք մեր պետությանը չենք վերաբերվում այնպես, ինչպես որ կվերաբերվեինք մեր ծնողին կամ մեր երեխային, մենք թույլ ենք տալիս, որ մեր պետությունը բռնաբարեն, մեր պետության հերնանից են, մեր պետությունը նսեմացնեն։ Մենք ունենալու ենք այն, ինչ որ ունենում ենք։ Ու ուզում եմ սրանով ասել, որ բանալին մեր ձեռքում է։ Մենք ենք որոշում, իրականում մենք ենք որոշում։ Ուղղակի պարակտելով, դեզինֆորմացիա տարածելով, իշխանությունը կարողանում է մեզ իրարից անջատել։ Եթե մենք կուսակցություններ ենք, ապա ինքը թույլ չի տալիս, որ մենք միանանք։ Ինքը ծնում է կեղծ կուսակցություններ, որոնք որ իրեն կոչում են ընդդիմադիրներ, խաբում է մեզ առավոտից իրիկու, որպեսզի մենք մեկս մյուսի դեմ դուրս գանք եւ ինքը հաղթի։ Ինքը իր կեղծիքներով, ինքը իր փչացած կրթական համակարգով, փչացած առողջապահական համակարգով, փչացած ոստիկանական համակարգով, մնացած լրտեսական եւ այլն համակարգերով մեր պետությունը եւս մի անգամ պարտություն կրի, մեր ժողովուրդը պարտություն կրի, մեր սոցիալական խնդիրները ավելի խորանան եւ այլն եւ այլն եւ այլն։ Պարոն Մարտիրոսյան, այսինքն ես որպես քաղաքացի պատասխանատվություն եմ զգում եւ կոչ եմ անում իմ համաքաղաքացիներին այդ պատասխանատվությունը անընդհատ զգոն մնալ, որպեսզի կարողանալ ու հասկանալ մյուս կողմից աչքերներս եկեք բացենք հասկանալ, որ մեզ իրար դեմ կռվածնում են սարային եղբայրների պես եւ ստիպում են, որ մենք իրար դեմ դուրս գանք, որպեսզի իրանք հաղթեն մեզ։ Պարոն Մարտիրոսյան, այն ամեն դեպքում, ամեն հարցում չէ, որ մենք մեղավոր ենք, օրինակ կան նաեւ շատ քաղաքացիներ, ովքեր իրենց տեղում հանգիստ աշխատում են, նորմալ իրենց աշխատանքն են կատարում ու չեմ կարծում, որ նման անձինք ինչ-որ բանի համար մեղավոր են։ Ես էլ դրա մասին էի խոսում։ Ես չէի կարծում, որ դուք այդ հարցը կտաք։ Գիտեք, մենք երբ որ մեր տեղում աշխատում ենք, բացի այդ մենք, չգիտեմ, շաբաթը մեկ զանգում ենք մեր ծնողին կամ ինչ-որ հարցով օգնում ենք նրան։ Մենք անընդհատ մտածում ենք մեր ծնողի մասին։ Մենք ունենք պարտավորություն, պարտականություն մեր երեխեքին պահելու, մեծացնելու։ Այսինքն պարտաճանաչ մարդիկ էլ կան։ Ասածս այն է, որ մենք մեր պարտականությունները ստանձնած, դա մենակ աշխատանքը չի, որ մենք գնում ենք անում ենք։ Դա մենակ այն չի, որ մենք ունենք ծնող իրան պահում ենք։ Դա մենակ այն չի, որ մենք ունենք երեխա իրան պահում ենք։ Մենք ունենք շատ ավելի կարևոր կտոր։ Մենք քաղաքացի ենք եւ պիտի մեր քաղաքացիական պարտքը միշտ կատարենք։ Այսինքն դա նորմալ պետություններում միայն ընտրությունով է արտահայտվում, որ ընտրության օրը գնալ ընտրա տարածք եւ կատարել ընտրություն։ Սա մեկ, բայց այսպիսի փչացած իշխանությունների լծի տակ եղած եւ ապազարգացած պետություններում մենք պիտի մի քանի աստիճան ավելի զգոն, ավելի պատասխանատու լինել եւ ավելի ակտիվ լինել, որ իշխանությունը մտնի իր բունը։ Ցանկացած իշխանության մասին է խոսքը։ Ամենալավ, ամենաընտրված իշխանությունը իր տեղը իմանա եւ ոտնձգություններ չկատարի քաղաքացիների իրավունքից։ Պարոն Մարտիրոսյան, մեր իշխանությունները այդպիսին եղել են, արդյոք մեր իշխանություններն այդպիսին եղել են ՀՀ երրորդ հանրապետության հռչակումից սկսած։ Գիտեք, այսպես, այսօր մտածում էի այս հարցի մասին։ Ուրեմն ՀՀՇ-ի իշխանության մեջ
եղել են բազմաթիվ հարյուրավոր, միգուցե հազարավոր սրիկաներ, որոնք որ իշխանությունը օգտագործել են լափելու, կողոպտելու, սեփականաշնորհումը սխալ հունով տանելու, ինչ-որ բաներ պոկելու, ագահությունից ելնելով, ու դրանք հիմնականում, եթե ուշադիր ենք նայում այս բոլոր մարդկանց, մենք հասկանում ենք, որ սրանք ունեն սովետական, ռայկոմական արմատներ։ Այսինքն ոնց այդ սովետական նոմենկլատուրան կար, նա կարողացավ ժողովրդական շարժման եւ մեր պետական շինության այս հանգրվանում մեզնից ուշադրությունը շեղել եւ իր սովետական թալանը շարունակել։ Այսօր հենց այդ մարդիկ հանրապետականի հիմքում են։ Նրանք շեի մեջ էին։ Եթե երեք կուսակցություն փոխվածների ցուցակը նայեք, ովքեր որ կոմունիստական կուսակցության մեջ են եղել, հետո ՀՀՇ-ի, որ հիմա հանրապետական են, դուք ամբողջությամբ այդ մարդկանց զանգված ովքեր որ մեր պետության հերն անիծում են, կարող եք գտնել։ Օրինակ բերեմ, Սերժ Սարգսյանը եղել է կոմունիստական կուսակցության մեջ, եղել է ՀՀՇ-ի մեջ եւ այսօր հանրապետական։ Ցանկացած մարդ, ով այդ երեք կուսակցությունը անցել է, նա մեր պետության հերն անիծում է։ Սրանք այն մարդիկ են, որոնց համար գաղափարը զրո արժեք ունի։ Սրանք մենակ բանի թալանելու, տակ տեղ փնտրելու, ինչ-որ մեկի մեջքին ապրելու բան են անում, խնդիր են լուծում։ Վերադառնանք մեր առաջին հարցին, ինչպես հայտնի է իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպությունը բացահայտումներ իրականացրեց, ըստ որի ՀՀ որոշ դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններ ՀՀԿ-ի համար ցուցակներ են կազմել։ Այդ բացահայտումներից հետո դուք նկատեցիք, արդյոք մեր հասարակությունը իրենց մեծ չափով աջակցեց։ Ում իրենց բանին բացահայտողներին։ Այո։ Ճիշտ ասած չգիտեմ, բայց սա են իրեք մեր հասարակությունը ծածկադմփոց անող է։ Մեր հասարակությունը անգամ բառապաշարում շատ ասացվածքներ կա, որոնք հենց դրան են միտված, որ քո տան, ինչ են ասում, տանդ կեղտը մի հանի դուրս, թե չգիտեմ, կեղտոտ շորդ մի հանի դուրս ցույց տուր եւ այլն։ Այս հասարակական կազմակերպությունը մեր իրական վիճակը ցուցադրեց աշխարհին, ապրի ինքը, որովհետեւ միջև մարդը ինքը իրանից չի սկսում իրան մաքրել, մաքրություն չի հաստատվում։ Թե ինչ կլինի հետո չեմ կարող ասել, բայց զիլ է, որ մենք մեր արարածները ի հայտ ենք հանում։ Միջև մենք ու հաջորդ քայլը պիտի լինի, որ մի պահ լինի, որ մենք սկսենք մեզ վրա ծիծաղալ, քանի որ պատմությանը հրաժեշտ են տալիս ծիծաղով։ Շնորհակալություն, պարոն Մարտիրոսյան, եթե ավելացնելու բան ունեք, խնդրեմ։ Ոչ մի բան չի բացահայտվել, որի մասին մենք տեղյակ չէինք։ Չէ՞ որ այդ բազմահազար ուսուցիչները տեղյակ էին, որ իրանք ցուցակների մեջ են ներգրավում։ Բժիշկները տեղյակ էին, որ իրանք ցուցակների մեջ են ներգրավում։ Չգիտեմ, ոստիկանները տեղյակ էին, մնացած ասպարեզներում պետական ծառայության եւ տարբեր բնակավարների մեր կյանքի ոլորտների աշխատակիցները նույնպես տեղյակ էին, որ իրենց ներգրավում են ուսանողներ լինեն, ֆեյքային խմբեր լինեն, թե ինչ լինեն։ Նրանք բոլորն էլ ամեն մեկը իր սղոցի, իր ձեռքից ձեռքը վերցրած արմատը կտրում էր այս պետության։ Ինձ թանում ենք, նայել հնձում ենք։ Շնորհակալություն։ Հարգելի ունկնդիրներ, հիշեցնեմ, այսօր ասպարեզի զրուցակիցը ՀՀԱԺ պատգամավորության թեկնածու Արմեն Մարտիրոսյանն էր։ Հարցազրույցը վարեց Անահիտ Սիմոնյանը, ցտեսություն։